աշխատանքի նկատմամբ ես նկատում եմ, որ վերջին տարիներին այդ հետաքրքրությունը գնալով աճում է եւ ուզում եմ հույս հայտնել նաեւ, հույս ունենալ, որ այդ հետաքրքրության աճը նաեւ պայմանավորված է նրանով, որ մեր ջանքերը Հայաստանի Հանրապետության ֆինանսական քաղաքականության, ֆիսկալ քաղաքականության թափանցիկությունը ապահովելու նպատակով տալիս է իր արդյունքները, որտեղ հանրությունը ել ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերում մեր կատարած աշխատանքի նկատմամբ։ Ես մի քանի բաներ կուզենամ ասել ընդհանուր առմամբ անցած տարվա մեր կատարված աշխատանքի եւ արդյունքների մասին, հետո սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Նախ կարելի ասել, որ ընդհանուր առմամբ բոլոր նորությունները, որոնց մասին կարելի է խոսել, իրենք դրական են, այսինքն թե տնտեսական զարգացումները, թե մեր կայունությունը եւ մեր աշխատանքը բնութագրող ցուցանիշները բոլորը բարելավում են, դրանց մասին առանձին կասեմ։ Հիմնական ցուցանիշը բնականաբար համախառն ներքին արդյունքի աճն է, ինչպես գիտեք, վերջին տարիներին մենք տպավորիչ աճեր ենք ունեցել այստեղ եւ ուրախ ենք նաեւ, որ այդ աճի միտումները շարունակում են լինել բարձր եւ դրանով է պայմանավորված նաեւ վերջին օրերին միջազգային վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի վարկանիշի կայունից դեպի դրական փոփոխությունը, որովհետեւ խնդիրը նրանում է, որ երբ որ մենք ունենք մի քանի տարի բարձր աճեր, դրանից հետո աճի տեմպը այդ բարձր բազայի նկատմամբ թուլանում է եւ մենք ուրախ ենք արձանագրել, որ 2025 թվականին մենք էլի շարունակում ենք լինել բարձր աճի տիրույթում, կունենանք հավանաբար 5.5-ից 6% շրջանում տնտեսական աճ, իհարկե դա նաեւ սպասում ենք վիճակագրական ծառայության վիճակագրական կոմիտեի հրապարակումներին, բայց ուրախ ենք, որ հունվար-նոյեմբեր ամիսներին մենք ունեցել ենք տնտեսական ակտիվության 8.3% աճ եւ միաժամանակ գնաճային միտումները եղել են թիրախին համապատասխան 3.3%-ի շրջանակում։ Մի էական կարևոր ցուցանիշ է մեզ համար հարկեր հնա բարելավումը, որը ավելին է եղել, քան պլանավորված է եղել 2025 թվականի բյուջեը, որովհետև մենք ամեն տարի թիրախավորել ենք 0.5%-ային կետով հարկեր հնայի բարելավում եւ եթե ամեն ինչ մեր կանխատեսումների շրջանակում լինի, ամենայն հավանականությամբ մենք ունենանք 1%-ային կետով հարկեր հնա բարելավում 2024 թվականի համեմատությամբ եւ կհասնենք արդեն 24.5%-ի, ինչը մեզ մոտեցնում է կառավարության 21-26 թվականների թիրախային 25% ցուցանիշին եւ ըստ էության 26 թվականին մեր արժեր դրված խնդիրը կատարելը առավել հեշտ է դառնում։ Սա նաև կարևոր է բնականաբար այն իմաստով, որ հարկերի հավաքագրումը բավականին դրական միջավայր է ստեղծել նաև մեր բյուջետային աշխատանքներում եւ մենք որևէ խնդիր չենք ունեցել մեր ծախսային պարտավորությունները իրականացնելու համար, ավելին մենք ունեցել ենք սպասվածից ավելի փոքր դեֆիցիտ, մոտավորապես կարելի ասել, որ 1%-ային կետով առնվազն ավելի փոքր դեֆիցիտ ենք ունենալու 25 թվականին, հիշեցնեմ, որ մեր պլանավորված դեֆիցիտը 5.5% էր եւ բնականաբար սա իր դրական ազդեցություն է ունենալու նաեւ պարտքի վրա
որովհետև եթե մենք պլանավորում ենք պարտքը 2025 թվականի վերջին կանցնի 50%-ից, ես կխոսեմ կառավարության պարտքի մասին, ապա ամենայն հավանականությամբ մեր հաշվարկներով կառավարության պարտքը մոտ կլինի 48.7%-ի, հիշեցնեմ, որ անցած տարվա 24 թվականի ավարտով կառավարության պարտքը 48% էր։ Սա բնականաբար նաև իր դրական ազդեցություններն է ունենում մեր պարտքի սպասարկման վրա, ընդհանուր շուկայի միտումների վրա, որի մասին ես էլի կխոսեմ։ Սա ազդեցություն է ունենում նաև մեր պարտքի տոկոսների վրա, այսինքն մեր կողմից թողարկված գանձապետական պարտատոմսերի եւ միջազգային շուկաներում մեր արտարժութային պարտատոմսերի տոկոսադրույքների վրա եւ ուրախ եմ արձանագրել, որ մենք ունենք պատմականորեն ցածր ռիսկի հավելավճար այս պահին, օրինակ, եթե 2025 թվականի մարտ ամսին, երբ որ մենք թողարկեցինք 10 տարի ժամկետայնությամբ եվրոբոնդեր, դրա տոկոսադրույքը 7.1% էր եւ այդ 7.1%-ի մեջ ռիսկի հավելավճարը 2.86% էր, ռիսկի հավելավճարը դա այն գումարն է, որը պետությունները վճարում են այս կամ այն խնդիրներ ունենալու համար, այսինքն ձևավորվում է այն տոկոսադրույքը, որը ավելանում է սովորաբար ամերիկյան նույն ժամկետայնությամբ տոկոսադրույքների վրա, եւ այդ տոկոսադրույքը կազմում էր 2.86% կամ 286 բազիսային կետ, արդեն 2026 թվականի հունվարին այդ տոկոսադրույքը իջել է 196 բազիսային կետ կամ 1.96, սա նշանակում է, որ օրինակ, եթե այսպես ապրիորի վերցնենք, եթե մենք այսօր թողարկեինք այդ նույն եվրոբոնդը, որը թողարկել էինք մարտ ամսին, ապա դրա տոկոսադրույքը այլ հավասար պայմաններում կլիներ 0.9%-ային կետով ավելի ցածր։ Բնականաբար սա ուղղորդվում է ինստիտուցիոնալ փոփոխություններով եւ մեր կարողությունների զարգացման ֆինանսների նախարարությունում, որտեղ մենք կատարելագործում ենք մեր աշխատանքի մեթոդաբանությունը, վերլուծական կարողությունները եւ սա հնարավորություն է տալիս ավելի ճկուն լինել, ավելի ճշգրիտ աշխատել, ավելի արագ աշխատել շուկայի դինամիկ զարգացումներին արձագանքելու համար։ Ենթադրում եմ, որ պարտքի մասին հարցեր կլինեն եւ այդտեղ ավելի մանրամասն կարող ենք պարտքի մասին խոսել։ Ես արդեն ինձ թվում է հիմնական ցուցանիշները հասցի, մի բան երևի այստեղ կհավելեմ, որ լավ նորությունը նաև այն է, որ մենք սպասում ենք պարտքի սպասարկման ծախսերի պլանավորվածից ավելի ցածր մակարդակ, այսինքն այն ինչ որ դրել ենք 2026 թվականի բյուջեով որպես պարտքի սպասարկման գումար, ամենայն հավանականությամբ կունենանք դրանից ավելի ցածր մակարդակ, սա պայմանավորված է նրանով, որ մենք տեսնում ենք, արդեն խոսեցի շուկայի դրական զարգացումների մասին, ոչ միայն միջազգային շուկաներում, այլ նաև Հայաստանում, օրինակ, եթե մենք 2024 թվականին 10 տարի տևողությամբ գանձապետական պարտատոմսերը թողարկում էինք 9.6% տոկոսադրույքով, ապա մեծ ուրախությամբ արձանագրում եմ, որ 26 թվականին տեղի ունեցած առաջին արդյունքով այդ նույն տոկոսադրույքը եղել է 8.009։ Սա շատ դրական փոփոխություն է, որը իհարկե մի կողմից պայմանավորված է Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում
դրամային լիկվիդայնության մեծացմամբ, բայց մյուս կողմից նաև պայմանավորված է նրանով, որ Հայաստանով շարունակում են հետաքրքրություն ունենալ միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները եւ իրենք մասնակցում են նաև մեր տեղական աճուրներին, դրանով իրենց դրական ազդեցություն ունենալով մեր տոկոսադրույքների վրա եւ սա այն քաղաքականությունն է, որի մասին տարիներ շարունակ խոսել ենք, որ պետք է ջանքեր գործադրենք Հայաստան օտարերկրյա ներդրողներ գրավելու նպատակով եւ սա ըստ էության տեղի է ունենում այս պայդրությամբ մեր պարտատոմսերի մեջ նրանց մասնաբաժինը հասել է 7%-ից ավելին է, եթե նախկինում դա 1%-ից նույնիսկ ցածր էր։ Մի քանի բառ ուզում եմ ասեմ բյուջեի կատարողականի նախնական ցուցանիշների վերաբերյալ, որտեղ եւս ունենք շատ դրական զարգացումներ։ Մենք կարողացել ենք 24 թվականի համեմատությամբ ունենալ 306 միլիարդ դրամի ավել եկամուտներ եւ 350 միլիարդ դրամով ավելի ծախսեր։ Այստեղ հատկանշական է այն, որ մենք շարունակում ենք կապիտալ ծախսերի ավելացման մեր քաղաքականությունը եւ կարողացել ենք 151 միլիարդ դրամով ավել ծախսել կապիտալ ծախսերի գծով։ Այստեղ պետք է նշեմ, որ պաշտպանության նախարարության գծով կապիտալ ծախսերը ավել են եղել 86 միլիարդ դրամով եւ կազմել են փաստացի 419 միլիարդ դրամ, այսինքն 1 միլիարդ դոլարից ավելին եւ ուրախալի է նաև այն, որտեղ սովորաբար մենք ունենք խնդիրներ մեր տեղական առանց պաշտպանության նախարարության կապիտալ ծախսերի, այսինքն տնտեսական բլոկում կապիտալ ծախսերի իրականացման գծով ուրախալի է, որ այստեղ ունենք եւս բարելավումներ, օրինակ եթե անցած տարի ունեինք 63% կատարողական առանց ՊՆ-ի եւ առանց միջազգային կառույցների ֆինանսավորող կապիտալ ծախսերում, այստեղ բարելավում ունենք եւ 81.7%-ով ավել ենք ծախսել կամ 70 միլիարդ դրամով ավելին ենք ծախսել։ Այստեղ բնականաբար ամենազգալի ազդեցությունը ունի դպրոցաշինության մեր ծրագիրը, որտեղ բավականին մեծ աշխատանքներ ենք իրականացնում, բավական լայն թափով եւ շատ ուրախ եմ, որ շինարարական ոլորտը կարողացել է արձագանքնել մեր պահանջարկի այսպիսի մեծ ավելացմանը եւ ապահովել այսպիսի կատարողական։ Մի քանի բառ կուզենայի ասել նաեւ հարկային քաղաքականության վերաբերյալ, որը մենք իրականացնում ենք, ըստ էության մենք շարունակել ենք մեր աշխատանքը կառավարության ծրագրով նախանշված ուղղություններով, այստեղ մի քանի փոփոխություններ են եղել, հիմնական փոփոխությունը վերաբերվում է ինտերնետ շահումով խաղերի турքի բարձրացմանը եւ 2025 թվականին այս մասով այս турքի բարձրացման կրկնապատկման ըստ էության հետևանքով մենք ունենք 23.5 միլիարդ դրամի եկամուտներ, որը մոտավորապես 10.5 միլիարդ դրամով ավելին է, քան 24 թվականին եւ փոփոխություններ են կարել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգում, այն ավելի մատչելի ենք դարձրել, բնականաբար աշխատանքները այս համակարգի կատարելագործման ուղղությամբ կշարունակվեն դեռ տևական ժամանակ, մինչև մենք սա դարձնենք սովորություն բոլորիս համար, այս հայտարարագրումը իրականացնելու նպատակ ունենք ապագայում ընդլայնել նաև սոցիալական կրեդիտների համակարգը, համահունչ կառավարության առաջնահերթություններին, բացի դրանից գիտեք նաև, որ
ուժի մեջ են մտել որոշակի փոփոխություններ, որոնք կապված էին շրջանառության հարկի համակարգի հետ եւ մեր կարծիքով մենք այս համակարգը դարձրել ենք ավելի արդար եւ տեսնում ենք, որ փաստացի տվյալները վկայում են այն մասին, որ այն ենթադրությունները, որ մենք ունենք այս փոփոխությունները անելուց փաստացի հիմնավորվել են այն իմաստով, որ մենք չենք տեսնում էական հարկային բեռի բարձրացում շրջանառության հարկ վճարողների մոտ, փոխարենը տեսնում ենք փաստաթղթավորված ծախսերի էական մեծացում, ինչը նշանակում է, որ խոշոր ավելի ընդհանուր հարկման համակարգում գտնվող կամ խոշոր հարկ վճարողների մոտ հասույթները ավելի ճիշտ են արձանագրվում եւ այստեղ սրանով է նաեւ կարծում եմ պայմանավորված այն ընդհանուր աճը հարկերի հավաքման գծով, ինչը որ ունեցել ենք 2025 թվականին, գաղտնիք չէ նաեւ, որ հիմա մենք հարկային քաղաքականության հայեցակարգի վրա ենք աշխատում եւ հույս ունեմ, որ առաջիկայում կարողանանք այն ներկայացնել հանրության եւ մասնագիտական շրջանակների դատին, կարծում ենք, որ այն ժամանակից հետո, երբ ընդունվել է այսօրվա հարկային օրենսգիրքը, էական փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստանում, թե տնտեսական առումով, թե քաղաքական առումով, թե ընդհանրապես հարկ վճարելու մշակույթի հետ կապված պետություն, քաղաքացի կամ տնտեսվարող այս հարաբերություններում են էական փոփոխություններ եղել եւ մեր կարծիքով սա առնվազն ինչ որ մի ձևով պետք է նաեւ արտացոլվի հարկային օրենսգրքի մեջ, եթե իհարկե այնտեղ կան համակարգեր, որոնք մեր կարծիքով ճիշտ են գործում եւ դրանք համահունչ են թե մեր տնտեսական զարգացումներին, թե միջազգային զարգացումներին, այնուամենայնիվ կարծում ենք որոշակի հարցեր կան, որոնց պետք է մենք անդրադառնանք, դա կվերաբերվի նաեւ փոքր, միջին ձեռնարկատիրության հետ կապված հարցերին, որտեղ կարծում ենք տեղ կա ավելի պարզեցնելու, ավելի դյուրին դարձնելու, մատչելի դարձնելու եւ այսպես համապատասխանության ծախսերը կամ անգլերեն ասած compliance cost-ը փոքր ձեռնարկությունների համար նվազեցնելու, որպեսզի իրենք կարողանան կենտրոնանալ իրենց հիմնական գործառույթների վրա եւ շատ մեծ ժամանակ եւ ռեսուրսներ չծախսեն հարկային հաշվետվություններ կամ հարկային քաղաքականությանը սպասարկելու նպատակով։